Հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության վարչական համալիրում Պաշտպանության նախարարի առաջին տեղակալ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Այցի շրջանակում դեսպան Կլաուդիա Բուշը Գերմանիայի Դաշնային կառավարության անունից Պաշտպանության նախարարությանը փոխանցել է 16 ձյունագնաց Հայաստանի Հանրապետության զինված ուժերի տեխնիկական միջոցների արդիականացման և կարողությունների զարգացման նպատակով։ Դեսպանը նշել է, որ Հայաստանն ու Գերմանիան կապված են սերտ հարաբերություններով։ Նա մասնավորապես ընդգծել է, որ 2025 թվականից երկկողմ հարաբերություններն ամրապնդվել են գործընկերության ռազմավարական օրակարգով, որը ստորագրել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ձյունագնացները կիրառվելու են բարձր լեռնային պայմաններում անձնակազմի և փոքրածավալ թեթև բեռների փոխադրման նպատակով։ Գերմանիայից ժամանած փորձագետների աջակցությամբ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի անձնակազմն այս օրերին անցնում է ձյունագնացների շահագործման վերապատրաստում։